Սիրելի երևանցիներ, խոսքս այսպես մասերի բաժանելով, սկսեմ ձեր ասածից, պարոն Լևոնյան, նախ ես լայվս միացնում եմ, նոր եմ դուրս գալիս, ես չեմ կտրվում դահլիճից եւ ես 5 րոպեով եմ բացակայում եւ ամենակարևորը ես նիստ վարող չեմ, ես իշխանություն չեմ, ես երևի ավելի ազատ ռեժիմով իրավունք ունեմ մի քիչ անկաշկանդ լինելու, բայց սկզբից մինչև վերջ նիստին ներկա եմ եւ խոսքս չէ վերաբերում 5 րոպեով ինչ որ մեկի դուրս գալուն, այլ երբ որ նայում տեսնում ես իշխող խմբակցության կեսը կեսից ավելը չկա, վարչական պատասխանատուները կես ժամ 40 րոպեով ինչ որ բացակայում են, դրա մասին է խոսքը։ Հիմա անդրադառնամ մյուս դրվագին Գյումրու մասով արտահայտվել ենք, էլի ազատ անկաշկանդ կարող ենք արտահայտվել, որ երբ որ դուք վկայակոչում եք ինչ-որ հայտարարություններ ու ինչ-որ գնահատականներ եք տալիս, նախ պիտի արձանագրեք հետևյալը, որ դուք Գյումրիում իշխանազրկվելով ընդհանրապես զբաղված եք ընդդիմադիր ուժերի վարքագծի մեջ սենց մի հատ բալավա, որ այս մի բանը նա սենց ասել, բա դուք ո՞նց եք խոսում, ձեզ ինչ, դուք պարտվել եք, փաստացի, եւ այդ ցավն ու կսկիցը ձեզ ստիպում է ընդամենը ինչ-որ բան ման գալ, որ ասենք երրորդական, չորրորդական հարց է, ու Վարդան Ղուկասյանի ձայն տված ընդդիմադիր ֆրակցիաները կոալիցիա չեն կազմել, պաշտոն չեն կիսել, պատասխանատվություն, պաշտոնեական գործունեության մասով չեն ստանձնել, շինթույլտվությունների եւ այլ քվոտավորում չեն պայմանավորվել, իշխանությունը տենց են կիսում։ Իսկ Վարդան Ղուկասյանի ձայն տալը դա չի կրել զուտ իր անձի հետ կապված, այլ նախապես է հայտարարվել, որ ընդդիմադիր ուժերից ով կհավաքի ամենաշատ ընդդիմադիր ձայնը մնացյալը պատրաստ են տալ։ Այսինքն դա ընտրություններից առաջ է ասվել եւ լուծվել է քաղաքական խնդիր։ Անդրադառնալով Հայաստանի անկախության վերաբերյալ այդ խոսքերին եւ հարցադրումներին, պարոն Իսկանդարյանը ես նախկինում ասել էի, պարոն Իսկանդարյանն էլ հիշեցրեց, մեր ֆրակցիայի տղաները եւ ապրիլյանին եւ 44-օրյային կամ մասնակցած կամ կամավորագրված մարդիկ են իշխող խմբակցությունից ոմանց նման հələ որ անուն չտամ կամուֆլաժով Ստեփանակերտի հյուրանոցներում ֆոտոսեսիաներ չեն արել Տիկնակ եւ պարոն Հայկ եւ այդ անկախ Հայաստան ասելով որ այս 7 տարվա ընթացքում մենք անդադ պատերազմներ տարածքային կորուստներ Հիմա դրա, ասենք, շարունակությունն էլ ընդամենը այն է, որ ասենք այս պայն ինչ երկրի վարչապետը գրկում է Էրդողանի գիրքը, էտա ձեր համար ինդիկատորը ինքնուրույնության, սուվերենության եւ անկախ Հայաստանի։ Եվ պարոն Փամբուխյան, պարոն Մանուկյանի խոսքի հետ կապված պիտի ասեմ, որ եթե դուք գնահատում եք, որ ինքը իր շկալայով փոփոխություն ենթարկեց, դուք էլ այդ շկալայի մեջ համաձայն եք, որ չտեղավորվեցիք, որովհետեւ այդ խոսույթը ձեզ հարիր չի եղել այս ընթացքում, էլի։ Զուտ արգումենտավորված խոսքին կարելի է արգումենտավորված պատասխանել ոչ թե այլաբանություններով, ոչ որ ակնարկներով։ Դուք այդուհանդերձ սոլիդ վարքագիծ եք առ այս պահը ցուցաբերել։ Ու միով բանիվ այդ կոռուպցիայի այդ ֆիրմաներից, ՍՊ-ների անունները տվեցին ժողովուրդ։ Այդ ասում եք կոռուպցիա, հովանավորչություն, դա ինչ-որ լեգենդ չի։ Հիմա նորից չթվարկեմ այդ ֆիրմաների անունները։ Իսկ անիֆը ընդհանրապես մի հատ ինչ-որ հետագայում ավելի լայն ուսումնասիրման կրիմինալիստները շատ հետաքրքիր բան պրակտիկա կարող են անել իրենց ուսանողների համար էլի անիֆի շրջանակներում ոչ մի խոսք օդի մեջ չի ասվում ամեն ինչի տակ կա փաստ եւ միայն Գյումրիով կամ Երևանով չի դուք ասում եք ժողովրդավարություն չգիտեմ հիմա դուք կարող եք խոսալ 17 թվականի ավականու ձայնագրությունները նայեք շատ համեստ, շատ զուսպ ավականն է եղել ելքի մեծ մասը, եթե չասենք բոլորը։ Իսկ նա մյուս թիմերում ինչ է կատարվում, Ալավերդիում, Ախուրյանում, մյուսում, կամ չգիտեմ Երևանում, որ դուք ասում եք այդ մենք բան ենք եղել ժողովրդավարական երկրներին հատուկ ձևով մեծամասնություն չենք ունեցել կոալիցիա։ Ախր դուք կոալիցիայով էլ մեծամասնություն չեք կազմել, է։ Հետընտրական ինտրիգների արդյունքում եք վերցել այդ պաշտոնը։ Տարբեր տեղերում, ասենք, ավագահայիններ եք ստիպել, որ ասենք, չգիտեմ, Փարաքյարում ինչի տեղի ունեցավ ընտրություն։
այդտեղ էլ պարտվեցիք։ Ալավերդիում ձայների հարաբերակցությունը ինչի փոխվեց։ Այսինքն պրոցեդուրալ առումով ընտրությունները ակնհայտ խախտումներ չեն լինում, ընտրություններից հետո մի բան կանենք։ Բայց 23 թվականի ընտրություններն եք վկայակոչում, դուք ձեր իսկ կազմակերպած ընտրությունները դրեցիք կասկածի տակ, գնացիք ձայների վերահաշվարկի, ամենաշատը Մայր Հայաստանի ձայները ավելացան։